Աշուղական երաժշտությունը ժողովրդական երգ ու նվագի դարավոր նվաճումների վրա հիմնված կայուն ավանդույթներ ունեցող պրոֆեսիոնալ երաժշտություն է։ Երաժշտական այս ուղղությունը Վրաստանի պատվավոր մանկավարժ Ալիկ Քսպոյանին որպես հեղինակ սկսել է հետաքրքրել բավական ուշ, հասուն տարիքում։ Մասնագիտությամբ պատմաբան է, հայրենիքի հանդեպ սերը պատմական դրվագները սկսել է արտահայտել երգերի միջոցով ու Ալիկ Քսպոյանը դարձել է Աշուղ Ալիկ Ջավախ, աշուղական երգերը համարում է ազգային մշակույթի հիմնաքարերից։ Երաժշտության հիմքը, ազգի հիմքը դա ժողովրդականն է, ինչի, որոնց ժողովուրդն է ընտրել, դրանից դեն չես կարող գնալ։ Եթե մարդ չունի այդ հիմքը, ինչ կուզե ու կուզե գնա, մեկ է մի պիտի տապալվի, որովհետև հիմք չկա։ Պատկերացրեք շինություն, որ առանց հիմքի, պատկերացրեք մի քամու ժամանակ կընկնի։ Աշատ երկարը սպասում ենք մեկ արնավ։ Աշուղ Ալիկ Ջավախը 200-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է, դրանք կատարում է ոչ միայն ինքը Աշուղ Ալիքը, նաև սաներն ու շատ երգիչ կատարողներ, այդ թվում աշուղներ Լեյլին եւ Ռաֆին։ Ջավախեցուն սրտամոտու սրտագից, սիրված Աշուղ Ալիկ Ջավախ գովելի, մեջիվանու հայրենակիտ կրչագիտ, առակինի ու ամբասիր պատելի։ Ուշ է գալից մեր Ջավախքի գարունը, շատ սիրուն է, հույսի լար է, աբուլը, նրա լանջին ման է եկել հավասին, ժողովուրդը սակայն շատ սիրեց Աշուղ Ալիկ Ջավախին։ Աշուղների աստղաբույլեր, մի վայրում էին գտնվում միաժամանակ 3 աշուղներ, Աշուղ Ալիկ Ջավախը, Աշուղ Լեյլին եւ Աշուղ Ռաֆին։ Նրանց գործունեությունը փաստում է այն մասին, որ 21-րդ դարում աշուղական արվեստը շարունակում է զարգանալ եւ ամենակարևորը այն ունի շարունակություն։ Աշուղ Ալիկ Ջավախը 2007 թվականին Ախալքալաքում հիմնել է աշուղական դպրոց, որը ներառում է նաև աշուղական համույթ։ Ջավախքի գյուղերում ստեղծել է երգի պարի խմբակներ։ 2000 թվականին հիմնադրել է Ջավախ ազգագրական երգի պարի անսամբլը, որը տարբեր երկրներում մասնակցել է մրցույթների, ու այս ամենի հիմքում հայրենասիրությունն է։ Գիտեք ինչն է առանձնանում Աշուղ Ալիքի ստեղծագործության ու արվեստի մեջ, որ ինքը հայրենիքը, հայրենասիրությունը դա առաջնային հենց տեղում է գտնվում, ինչը օրինակ նույն բանը գալիս է Աշուղ Ջիվանից, որտեղ Ջիվանն էլ եթե նայում ենք ինքը համամարտկային արժեքների մասին էր խոսում ու հայրենիքի մասին էր շատ խոսում։ Եվ այս նույն տենդենսը, նույն մտածողությունը, նույն ուղղությունը ես տեսնում եմ մեր Աշուղ Ալիքի մոտ, որը գալիս է Ջավախքյան հողու ջրի։ Աշուղ Ալիկ Ջավախքի ստեղծագործական երեկոյի ընթացքում Շիրակ Ջավախք մշակութային միասնությունն ապահովում էր Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը։ Աշուղ Ալիքի ստեղծագործություններից նաև նվագախմբի մենակատարների երգացանկում են։ Գյումրին եւ Ջավախքը շատ նման են իրար, թե բարբառով, թե մշակույթով, ամեն ինչով։ Նույնիսկ նրանց բարությամբ ինձ համար նույնն է, Ջավախք, Գյումրի, շատ հոգեհարազատ է ինձ։ Իմ ծննդավայրը թե Գյումրին, քանի որ ես Գյումրիում եմ ապրել։ Ջավախքը հայության եւ ամբողջ աշխարհին տվել է Ջիվանի, Վահան Տերյան, Գուրի Եթեր Ավետիսյան, Կարլեն Կարապետյան, մեծ նկարիչ, մեծ Աշուղ Ալիկ Քսպոյան, որ այսօր հավաքվել ենք ուրախանալով իր թողած արվեստի իրագործերի համար։ Աշուղական արվեստը տարածվել է 16-ից 17-րդ դարերում եւ փոխարինել է հին գուսանական արվեստին։ Աշուղները հրապարակային մրցույթների էին մասնակցում, երգով եւ նվագակցությամբ ելույթներ էին ունենում մենակ կամ ընկերներով։ Հիմա այդպիսի մրցույթներ էլ չկան, իսկ թե ինչու հիմնավորում է Աշուղ Ալիքը։ Այսօր այնպես է ստեղծվել, որ կարելի ասել Հայաստանում աշուղների 50%-ը կանայք են, բայց գիտեք ինչ կկատարվի, էլ ինչ ջենտլմեն աշուղ մարդ, որ կանանց հետ մրցի ինչ որ առաջնություն առնի։ Դրա համար այդ մրցակցությունը չկա։ Հիմա աշուղները չեն մրցակցում, այլ միասին ու միասնաբար պահում են աշուղական արվեստի ավանդույթները, իրենց անունները գրելով Սայաթնովայի, Ջիվանիի ու Շերամի անունների կողքին։
Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։